Եթերում թույլ օղակն է։ Այսօրվա խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է վաստակել առավելագույնը 2 միլիոն դրամ։ Մասնակիցներն իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումար տուն տանել, պետք է միասնական եւ ամուր թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա դատարկաձեռն, քանի որ յուրաքանչյուր փուլի քվեարկությունից հետո մենք հրաժեշտ ենք տալու մեկ մասնակցի, նրան, ում թիմը որոշի թույլ օղակ։ Ծանոթանանք այսօրվա մասնակիցների հետ։ Սոնա, 36 տարեկան, Երևան, արվեստաբան։ Հարություն, 35 տարեկան, Երևան, ծրագրերի իրականացման մասնագետ։ Ալբերտ, 26 տարեկան, Երևան, դասախոս մաթեմատիկոս։ Սամվել, 43 տարեկան, Երևան, կոմերցիոն բաժնի ղեկավար։ Լևոն, 25 տարեկան, Երևան, վիդեոխմբակիչ։ Արմեն, 34 տարեկան, Քաղաք Հրազդան, թանգարանագետ, համայնքային ծառայող։ Նարե, 20 տարեկան, Խաղակաբովյան, ապագա մարքետոլոգ։ Հայկ, 36 տարեկան, Երևան, մարզական լրագրող։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում թիմը կարող է վաստակել առավելագույնը 250,000 դրամ, որին հասնելու ամենակարճ տարբերակն է 8 ճիշտ պատասխաններից շղթաձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Եթե ձեզանից մեկը սխալ է պատասխանում հարցին, շղթան ընդհատվում է եւ ամբողջ թիմը կորցնում է արդեն ուտակած գումարը։ Սակայն, եթե ձեր անունը լսելուց հետո եւ նախքան հարցի հնչելը դուք հասցնում եք արտաբերել բանկ բառը, գումարը պահպանվում է, սակայն ճիշտ հարցերի շղթան կառուցվելու է 0-ից։ Հիշեք, յուրաքանչյուր փուլում դուք վաստակում եք այնքան գումար, որքան հասցրել եք ուղարկել բանկ։ Այդ գումարը մենք փոխանցում ենք հաջորդ փուլ։ Ընդհանուր շահումը կազմելու է բոլոր փուլերի հանրագումարում ստացված ամբողջություն։ Առաջին փուլի համար դուք ունեք 2.5 րոպե ժամանակ, եւ մենք խաղը սկսում ենք այն մասնակցից, որի անունն այբենական կարգով առաջինն է, եւ դա դուք եք, Ալբերտ։ Խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5,000 դրամ։ Ժամանակ։ Ալբերտ, ըստ ավանդության հայոց որսպարապետն է տնկել ակնաղբյուրում գտնվող կաղնին։ Վարդան Մամիկոնյան։ Ճիշտ է։ Սամվել, որ լեռան 36 տեսարանն է պատկերել ճապոնացի նկարիչ Կացուշիգա Հոկուսայը։ Անցա։ Ֆուձիյամա։ Լևոն, 4 տարանի, որ բառով է հայերենում կոչվում մարդակերպ կամ կենդանակերպ արձանը, որին հեթանոսները պաշտում են իբրև Աստծո։ Անցանք։ Կուրպ։ Արմեն, տղամարդկանցից թե կանանցից են վախենում անդրոֆոբիայով տառապող մարդիկ։ Կանանցից։ Սխալ է, տղամարդկանցից։ Նարե, հայկական որ ֆիլմում է հնչում անառակին հրեշտակ միսեր, մեղքի արտահայտությունը։ Տղամարդիկ։ Սխալ է, կտորմը երկինք։ Հայկ, Ֆրանսիայի մայրաքաղաքի որ կոթողը հրդեհվեց 2019 թվականի ապրիլի 15-ին։ Աստվածամոր տաճարը։ Ճիշտ է։ Սոնա, իտալացի որ գիտնականին է վերագրվում, այնուամենայնիվ այն պտտվում է թևավոր խոսքը։ Անցանք։ Գալիլեո Գալիլեյ, Հարություն, որ երկրի ֆուտբոլի հավաքականն է, Մարչելլո Լիպիի գլխավորությամբ հաղթել աշխարհի առաջնությունում։ Իտալիա։ Ճիշտ է։ Ալբերտ, որ բնագավառում է Նոբելյան մրցանակի արժանացել ֆիզիկոս Անդրեյ Սախարովը։ Քիմիա։ Սխալ է, խաղաղության։ Սամվել, ինչ մթերքի անվանում կարելի է գտնել Կալկատթա տեղանվան մեջ։ Կաթ։ Ճիշտ է։ Լևոն, Բանկ։ երաշտական գործիքի թե զենքի տեսակ է գուրզը։ Զենք։ Ճիշտ է։ Արմեն, հայ որ գրողն է, ախր ես ինչպես վեր կենամ գնամ բանաստեղծության հեղինակը։ Պաուլ Սևակ։ Սխալ է, Համո Սահյան, Նարե, որ խոշոր կենդանու վարժեցնողներն են Հնդկաստանում կոչվում մահաուտ։ Փիղ։ Ճիշտ է։ Հայկ, որ աստիճան պետք է բարձրացնել թիվը դրա խորանարդը ստանալու համար։ 4։ Երրորդ։ Սոնա, Շրեք մուլտֆիլմում որ կենդանուն է հնչյունավորել դերասան Էդի Մըրֆին։ Էշ։ Ճիշտ է։ Հարություն, ասիական որ կրոնի 3 գլխավոր աստվածությունների միավորումն է կոչվում Տրիմուրտի։
Բուդդիզմ։ Սխալ է, հինդուիզմ, Ալբերտ։ Ըստ դարձվածքի, ինչի տակ ոսկոր չլինելն են մեջբերում, երբ մարդը խոսում է առանց ինքն իրեն վերահսկելու։ Լեզվի։ Ճիշտ է։ Սամվել, որ կայսերն է ռուսական գահին հաջորդել Եկատերինա առաջինը։ Պետրոս։ Ճիշտ է։ Ժամանակն ավարտվեց։ Ասել թե դուք ձախողեցիք այս փուլը նշանակում է չասել ոչինչ։ Դուք հնարավոր 250,000 դրամից կարողացաք վաստակել ընդամենը ուշադրություն 5,000 դրամ։ Ով է այսուհետ ինտելեկտուալ բառը գրելու չակերտներում, ով կշարունակի պայքարն ավելի ցածր լիգաներում։ Ձեզանից մեկը պետք է հեռանա դատարկաձեռն։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Առաջին փուլում բոլոր մասնակիցները տվել են մեկական սխալ պատասխան։ Այս բացասական ցուցանիշով բոլորից առաջ է Արմենը։ Նա տվել է 2 սխալ պատասխան, ինչը նրան դարձնում է թույլ օղակ։ Ուժեղ օղակը Սամվելն է, ինչ մարտավարություն կընտրի թիմը խաղի սկզբում։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, ում է թիմը համարում ամենաթույլ օղակը։ Սամվել, Արմեն, 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 Նարե, Սամվել, Սոնա, Լևոն, դուք նշել եք, որ մյուսներից տարբերվում եք ձեր ձախլիկությամբ։ այո, Աշխարհում 800 միլիոն մարդ կա, որ ձախլիկ է։ Ուրիշ մի բան կգտնեք։ այս բան դժվար նշեմ, ինչ որ հատուկ առանձնահատկություն, որով տարբերվում եմ շատերից։ Դուք ցանկանում եք լինել Տանզանիայում։ Դա կարող է համարվել տարբերվող։ Ինչու ոչ, այո, Ինչ եք ուզում։ Շատ եմ ցանկանում տեսնել Զանզիբարը, տեղի բնությունը եւ սաֆարին, կենդանիներին։ Սոնա, որտեղ եք աշխատում։ ոստիկանությունում 02 լրատվական։ Կոչում ունեք։ Ունեի, հիմա փոխվել եմ քաղծառայող, լեյտենանտից դարձել եմ արդեն գլխավոր մասնագետ։ Լեյտենանտ Սոնա, դուք ուզում եք խաղից հեռացնել ամենաուժեղ մասնակցին։ Ինչով նա ձեզ դուր չի գալիս։ Չէ, սխալ ասվեց, դուր չի գալիս, ֆիքսեցի, որ մեկ սխալ պատասխան ուներ։ Մեկն էլ ես ունեի, իմ անունը չնշելու փոխարեն ստիպված մեկի անունը նշել եմ։ Թանգարանագետ Արմեն։ Թույլ օղակի թանգարանում դուք տեղ չունեք։ Դուք ամենաթույլ օղակն եք։ բավական երկար ժամանակ ինտելեկտուալ խաղեր չէի խաղացել եւ կրկին անգամ ցանկացա, որովհետեւ այս ձևաչափը շատ է տարքիր է, բացառիկ ձևաչափ է, այնպիսի հարցերի սխալ պատասխանեցի, որոնք այդ լարվածության ֆոնին թե ինչպես այնպիսի հարցեր չեն, որ ես դրանց պատասխանները չգիտեի։ Մաղթում եմ խաղընկերներիս հաղթանակ, թող հաղթի ուժեղագույնը։ Փուլ երկրորդ, եւ դուք այս պահին հնարավոր 250,000 դրամից բանկում ունեք ընդամենը 5,000 դրամ։ Մնացել է 7 մասնակից եւ մենք ձեր խաղաժամանակը կրճատում ենք 10 վայրկյանով։ Երկրորդ փուլը կսկսենք առաջին փուլի ամենաուժեղ մասնակցից եւ դա դուք եք Սամվել։ Այսպիսով շարունակում ենք խաղալ թույլ օղակ։ Ժամանակ։ Սամվել, որ առցանց հանրագիտարանն են 2001 թվականին հիմնադրել Ջիմի Ուելսն ու Լարի Սանգերը։ Վիկիպեդիա։ Ճիշտ է։ Լևոն, որ ճարտարապետի անունն է կրում Երևանում գտնվող ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտը։ Թամանյան։ Ճիշտ է։ Նարե, սարսափելի բառի, որ հոմանիշը կարելի է գտնել կահավորանք բառի մեջ։ Ահավոր, Ճիշտ է։ Հայկ, ֆիզիկայում թե երաժշտության մեջ է կիրառվում անդանտե տերմինը։ Ֆիզիկայի, Սխալ է երաժշտության մեջ։ Սոնա, ինչ է թենիսիստուհի Վենուս Վիլյամսի առավել տիտղոսակիր քրոջ անունը։ Անցանք։ Սերենա, հարություն, ըստ Աստվածաշնչի, արարչագործության որերորդ օրը Աստված ստեղծեց մարդուն։ 6-րդ, Ճիշտ է։ Ալբերտ, որ օվկիանոսի ափին է գտնվում բրազիլական Կոպակաբանա լողափը։ Ատլանտյան, Ճիշտ է։ Սամվել, Բանկ,
Որ վիտամինի անբավարարության հետևանքով է զարգանում լնդախտ, ցինգա հիվանդությունը։ C. Ճիշտ է։ Լևոն, Բանկ, որն է Գերմանիայի դրամական միավորը մինչև եվրոյին անցնելը։ ֆրանկ, Սխալ է, Մարկ։ Նարե, որ ժողովրդի ուսումնասիրությամբ է զբաղվում հուդայիկագիտությունը։ Հрьяաների, Ճիշտ է։ Հայկ, որ երկրի նախագահներն են եղել Մարտին վան Բյուրենն ու Միլարադ Ֆիլմորը։ Միացյալ Նահանգների։ Ճիշտ է։ Սոնա, Բանկ, հայերենում որ կետադրական նշանն ամենակարճ անվանումն ունի։ կետ, Սխալ է, բութ։ Հարություն, Խաչակողի հիշատակարանը ֆիլմում որ գրողի դերում է հանդես եկել Խորեն Լևոնյանը։ Ռաֆի։ Ճիշտ է։ Ալբերտ, խոնավ, թե տաք վայրերին են բնորոշ հիդրոֆիտեր կոչվող բույսերը։ Խոնավ, Ճիշտ է։ Սամվել, Բանկ։ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած, որ խմբում են հանդես գալիս Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը։ Անցան։ Լադանիվա, Լևոն, ՕԳԳ հապավման մեջ ինչ բառի է համապատասխանում օտարը։ Դուք դասական օրինակ եք, թե ինչպես չի կարելի խաղալ թույլ օղակ։ Այս փուլում դուք հնարավոր 250,000 դրամից բանկ եք ուղարկել ընդամենը 35,000 դրամ։ Ով է առաջիկա օրերին ծանոթ տեսնելիս փոխելու մայթը։ Ով է մոտակա 1 ամիսն անպատասխան թողնելու զանգերը։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում ուժեղ օղակը Նարեն է, թույլ օղակը Սոնան։ Իսկ ինչպես կքվեարկեն տղամարդիկ։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու թույլ օղակի անունը։ Հայկ, Սոնա, Սոնա, Սոնա։ Սոնա, Հայկ, Սոնա։ Սամվել, ձեր սիրած գրքերից է մտածել ինչպես Ջոբսը։ Ճիշտ եք։ Ստացվում է վարվել վերնագրին համահունչ, թե դեռ վաղ է։ Դեռ շուտ է։ Դուք նշել եք ձեր հասցեն Ծիրկաթինը։ Ճիշտ է։ Ունեք հարևաններ այնտեղ։ Բոլոր այս մարդիկ։ Նարե, այո։ ինչու եք ուզում հեռացնել Հայկին։ Մեջս տպավորվեց, որ Հայկի պատասխանից կոտրվեց ճիշտ պատասխանների շղթան, մինչդեռ կարող էինք բանկում գումար կուտակել այդ պահին, այդ մոտիվացիայով որոշեցի Հայկին դուրս անալ։ Պահեստի լեյտենանտ Սոնա Ավետիսյան։ Հիմա մենք ձեզ ուղարկում ենք պահեստայինների նստարանին։ Դուք ամենաթույլ օղակն եք։ չհասցրեցի խաղը լավ վայելել, սկզբի երկրորդը դուրս եկա։ Իհարկե շատ հետաքրքիր խաղ է, բայց ամեն դեպքում ես համոզվում եմ, որ դեռ կարդալու տեղ ունեմ։ Համաձայն եմ մասնակիցների հետ, մի քիչ բախտս չբերեց հարցերի առումով, բայց թող հաղթի ուժեղագույնը։ Փուլ երրորդ։ Թիմը հնարավոր 500,000 դրամից այս պահին ունի ընդամենը 40,000։ Արդեն 2 մասնակից լքել է խաղը, իսկ մնացած 6 մասնակցի խաղաժամանակը մենք կրճատում ենք 10 վայրկյանով։ Խաղը կսկսենք երկրորդ փուլի ամենաուժեղ մասնակցից եւ դա դուք եք Նարեն։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Նարեն, որ նշանավոր նկարչի եղբայրն է եղել Մխիթարյան միաբանության անդամ Գաբրիել Այվազյանը։ Սարյան։ Սխալ է, Հովանես Այվազովսկի։ Հայկ, ինչ ընդհանուր անուն ունեն դիզայներներ Կավալին եւ ֆուտբոլիստ Բաջջոն։ Ռոբերտո։ Ճիշտ է։ Հարություն, քանի լար ունի սովորական ջութակը։ 4 Ճիշտ է։ Ալբերտ, որ Քաջարի զինվորի արկածների մասին է Յարոսլավ Հաշեկի հայտնի վեպը։ Պաս Շվեյկ։ Սամվել, որ սոցիալական ցանցն է 44 միլիարդ դոլարով ձեռք բերել Իլոն Մասկը։ Անցեմ։ Թվիթերը։ Լևոն, հունական թե չինական պար է, հասապիկոն։ Հունական, Ճիշտ է։ Նարեն, Բանկ։ 4 տարանի ինչ ժամանակի միավորի անվանում կարելի է գտնել տիրամիսու բառի մեջ։ Մետր։ Սխալ է ամիս։ Հայկ,
որ կրոնի սրբավայրերից է Կիոտոյի Յասակա Ձինդյա տաճարը։ Բուդայական։ Սխալ է սինտոիզմ։ Հարություն, ֆուտբոլից բացի, որ մարզաձևում է հանդես եկել լեգենդար դարպասապահ Լև Յաշինը։ Ջրագնդակ։ Սխալ է հոկեյ։ Ալբերտ, տղամարդու հայկական, ինչ անձնանուն կարելի է ստանալ Արշամ անվան սկզբի 1 տառ ավելացնելով։ Արշամ։ Ճիշտ է։ Սամվել, Բանկ։ Եվրոպական որ երկրում է սկիզբ առել ճարտարապետության Իսաբելինո ուղղությունը։ Իտալիա։ Սխալ է Իսպանիա։ Լևոն, Գորբաչովից բացի ԽՍՀՄ, որ առաջնորդին է Թայմ ամսագիրը 2 անգամ տարվա մարտ ճանաչել։ Բրեժնև։ Սխալ է Ստալին։ Նարե, որ ամրոցի արյուծի որմնանկարն էր պատկերված շրջանառությունից դուրս եկած 25 դրամանոց թղթադրամի դիմերեսին։ Փաս։ Էրեբունի, Հայկ, երկնքում թե ծովում է օգտագործվում հարպուն կոչվող, որ սարքը։ Ծովում։ Ճիշտ է։ Հարություն, որ հաղորդումն է կես դարից ավելի վարել Ալեքսանդր Մասլյակովը։ Ահա եւս մեկ փորձ, որը դուք հաջողությամբ ձախողեցիք։ Այս փուլում բանկ եք ուղարկել ընդամենը 10,000 դրամ։ Ով է այս տխրահռչակ նվագախմբի առաջին ջութակը։ Ով է, որ անընդմեջ ֆալշ է նվագում։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Նախորդ փուլի ուժեղ օղակնարեն այս փուլում առաջատարն է սխալ պատասխանների քանակով։ Նա թույլ օղակն է, ուժեղ օղակը Հայկն է։ Նա միակն է, որ տվել է 2 ճիշտ պատասխան։ Վիճակագրական տվյալներն համար կդառնան ճակատագրական։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու թույլ օղակի անունը։ Նարե։ Նարե։ Հայկ։ Նարե։ Լևոն։ Նարե։ Հարություն, Այո, որտեղ եք աշխատում։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։ Ինչպես են գործերը ընթանում, զարգանում են տարածքները։ Այո, Ձեր սիրած ֆիլմերն են Գլադիատորը, Մենավորում Կուզենին եւ Տրոյան։ Տրամաբանությունը կբացատրեք։ այսպես ասեմ, շատ եմ սիրում նախագահական ֆիլմեր եւ քանի որ ես պատմաբան եմ մասնագիտությամբ, նաեւ շատ եմ սիրում պատմական ֆիլմեր։ Սամվել, դուք ուզում եք, որ խաղից հեռանա Հայկը։ Ինչպես ձեզ էին որպես ուժեղ ուզում խաղից անել, հիմա դուք անում եք նույնը, վրեժխնդիր եք լինում։ Ամենևին։ Ամենաուժեղ օղակն է այս փուլի Հայկը։ Ցավոք տենց վիճակագրությունը հիշողությանս մեջ չի դաջվել, որ հասկանամ թույլ կամ ուժեղ օղակներ ովքեր են, պարզապես ֆիքսել էի, որ Նարեն եւ Հայկը սխալ պատասխաններով ոնց որ գերակշռում էին, պարզապես որ խմբում որպես իքական ներկայացուցիչ լինել, դրա համար Հայկին եմ նշել։ Օ, ինչպիսի ջենտլմենություն։ Նարե, դուք տիրապետում եք 4 լեզվի, բայց ձեր թիմակիցները ձեզ հետ լեզու չգտան։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Վերջին փուլում լարվեցի մեկը մյուսի հետևից սխալ պատասխանելով։ Որոշ դասընկերներից կարող է դիտվել, որ հանեցին, քանի որ միակ աղջիկն էի խմբում այդ պահին։ Կարծում եմ կհաղթի Սամվելը։ Փուլ 4. Հնարավոր 750,000 դրամից դուք կուտակել եք 50,000 դրամ։ Կշարունակենք 5 մասնակցով։ Խաղը ժամանակը ձեր կկրճատվի կրկին 10 վայրկյանով եւ խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը եւ դա Հայկ դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկ, միջնադարի որ հայ գիտնականն է, արևմտյան գրականության մեջ հայտնի որպես Դավիթ Արմենիոս։ Դավիթ անհաղթ։ Ճիշտ է։ Հարություն, վերջ բառի որ հոմանիշը կարելի է կազմել տավար բառի բոլոր տառերով։ Ավարտ։ Ճիշտ է։ Ալբերտ, որ մարզաձևի կազմակերպություններն են WBA-ն ու IBF-ը։ Բոքս։ Ճիշտ է։ Սամվել, Բանկ։ ինչ բնական արհավիրք էր 2005 թվականին Միացյալ Նահանգները մոլեգնած Կատրինան։ Ցունամի։ Սխալ է, փոթորիկ։ Լևոն, որ առաջնորդի նախաձեռնությամբ է Չինաստանում սկսվել մշակութային հեղափոխությունը։ Յաոցին։ Սխալ է Մաո Ձեդուն։ Հայկ, երկրաչափությունում քանի միջին գիծ ունի սեղանը։ 2 Սխալ է 1։
Հարություն Մեծ Բրիտանիայի որ համալսարանում է սովորել եւ աշխատել Իսահակ Նյուտոնը։ Քեմբրիջ։ Ճիշտ է։ Ալբերտ Սքո թե ռազմական բարեգորանին։ Սքո։ Ճիշտ է։ Սամվել Գևորգ Մարսպետունի վեպում ինչ մականուն ուներ իշխան Ամրամը։ Անցնենք։ Ցլիկ։ Լևոն, մենք ենք մեր սարերը ֆիլմում, ում ոչխարներն էին կերել ֆիլմի հերոսները։ Պավլե։ Սխալ է Ռևազի։ Հայկ 4 թառանի, որ բառով է կոչվում թղթի վրա դրոշմելու համար նախատեսված փորագրված նշաններով ձեռքի հարմարանքը։ Կնիկ։ Ճիշտ է։ Հարություն Ինչ արժողությամբ դոլարի վրա է պատկերված Բենջամին Ֆրանկլինը։ 1 Սխալ է 100։ Ալբերտ Հարավային Ամերիկայի որ պետությունն է անվանումը ստացել իսպանացի ճանապարհորդի պատվին։ Կոլումբիա։ Ճիշտ է։ Սամվել Բանկ։ Ինչ մթերքի անվանում կարելի է գտնել անմահացնել բայի մեջ։ Հաց։ Ճիշտ է։ Լևոն Հնաբանությունը թե նորաբանությունն է հաճախ նշվում որպես Մենք չհասցրեցինք ես հնչեցնել, դուք պատասխանել պատշաճ կերպով եւ դուք հայրենի բառարանը հարստացրեցիք ինտելեկտուալ բառի հականիշով։ Դուք վաստակեցիք ընդամենը 25,000 դրամ, չնայած կարող էիք բանկ ուղարկել 250,000-ը, ում ինքնագնահատականն է ավելի բարձր, քան գիտելիքը, ում ներկայությունը թիմը չափից շատ հանդուրժեց։ Ժամանակն է բարձելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում Ալբերտն ունի 3 ճիշտ պատասխան եւ ուժեղ օղակի կարգավիճակ։ Լևոնի վիճակագրությունը նրան դարձնում է փուլի թույլ օղակ։ Թիմը ում թույլ չի տա շարունակել խաղը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա մենք կիմանանք, թե ում է թիմը համարում ամենաթույլ օղակը։ Սամվել Լևոն։ Լևոն։ Սամվել։ Սամվել։ Ալբերտ, հիշեցրեք ձեր մասնագիտությունը։ Մաթեմատիկոս։ Դուք նշել եք, որ դուք այցելել եք արդեն 29 երկիր, հիմա 26 տարեկան եք։ Քանի երկիր այցելած կլինեք 50 տարեկանում։ Եթե ուղիղ համեմատականությամբ հաշվենք 57, բայց ես հույս ունեմ շատ ավելի շատում լինել այդ տարիքում, քան 57-ում։ Լևոն, Այո։ ենթադրեք, դուք դառնում եք ամենաուժեղը եւ վաստակում եք գումար, ինչի վրա եք ծախսելու։ Առաջնահերթ կմեծացնեմ գրապահարանս տարածքով, երկրորդը արդեն գրքերը։ Սամվել, Այո։ մտածեք, թե ինչ կմտածեր Սթիվ Ջոբսը ձեր խաղի մասին։ Դուք ծիր կաթինի ամենաթույլ օղակն եք։ Շատ դուր եկավ խաղը։ Մասնակիցները նույնպես լավ մարդիկ էին իրենց ոլորտով, իրենց գիտելիքներով։ Բավականին հետաքրքիր էր խաղը, ափսոս որ շուտ դուրս եկա։ Ես պարզապես 3 բառով կավարտեի խաղս։ Եկա, տեսա, խաղացի։ 5-րդ փուլ։ Դուք ունեք 75,000 դրամ, սակայն կարող է լինել 1 միլիոն։ Լավատեսը կասեր, որ մասնակիցների կեսը դեռ խաղի մեջ է, իսկ հոռետեսը կասեր, կեսն արդեն դուրս է մնացել։ Ինչևէ, մենք ձեր խաղաժամանակը կրճատում ենք կրկին 10 վայրկյանով։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ օղակը, եւ դա դուք եք, Ալբերտ։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Ալբերտ, որ քիմիական տարրն է լատիներեն կոչվում հիդրոգենիում։ Ջրածին։ Ճիշտ է։ Լևոն, որ անապատն է խորհրդանշում Նիգերի դրոշի վերին նարնջագույն գույնը։ Սահարա։ Ճիշտ է։ Հայկ, որ ընտանիքի մասին ռիալիթի շոուում են հանդես եկել Քենդալ եւ Քայլի Ջեներները։ Քարդաշյանների Ճիշտ է։ Հարություն, անգլիական ֆուտբոլային ակումբներից որն է ամենաշատը հաղթել Չեմպիոնների լիգայում։ Լիվերպուլ։ Ճիշտ է։ Ալբերտ, ծովամարտ խաղում 3 վանդականոց քանի նավակ ունի խաղացողներից յուրաքանչյուրը խաղի սկզբում։ 2-ական։ Ճիշտ է։ Լևոն, Բանկ։ մեծ պատմություն փոքր քաղաքում ֆիլմում ինչ երաշտական գործիք էր պատուանից ընկել Գրիգոր Ջանոյանի վրա։ Դաշնամուր։ Ճիշտ է։ Հայկ, հին Հայաստանում զինված ուժերի որ գլխավոր հրամանատարի պաշտոնն է հանդիպում նաև ասպահապետ տարբերակով։ Սպարապետ։ Ճիշտ է։ Հարություն,
Որ խոշոր ծառին է Կարլ Լինեյը տվել Ադանսոնիա անվանումը։ Բաոբաբ։ Ճիշտ է։ Ալբերտ, Մերձավոր Արևելքի որ քաղաքի հայոց պատրիարքության աթորանիստն է Սրբոց Հակոբյանց վանքը։ Բեյրութ, Սխալ է, Երուսաղեմ։ Լևոն, ֆրանսիական հեղափոխության որ հայտնի գործչին էր սպանել Շարլոտա Կորդեն։ Ժաննա դարկ, Սխալ է, Ժան-Պոլ Մարատին։ Հայկ, 4 տարանի որ բառով է հայերենում կոչվում դանակի կամ սառը զենքի մետաղյա տափակ սրած մասը։ Անցանք։ Շեխ, Հարություն, Քալինիստ ունի դեկաէդր երկրաչափական մարմինը։ Աս։ Ճիշտ է։ Ալբերտ, Բանկ, Նիդերլանդացի որ նկարիչն է ինքն իրեն պատկերել կտրված ականջով եւ ծխամորճով։ Վան Գոգ, Ճիշտ է։ Լևոն, բանկ, Մորտիից բացի ով էր ամերիկյան հայտնի մուլտսերիալի մյուս գլխավոր հերոսը։ Տպավորություն է, որ ձեր պատասխանները ճիշտ են, մեր հարցերը սխալ։ Դուք այս փուլում վաստակել եք ընդամենը 90,000 դրամ։ Ում ընկերներն են նրան կնքելու լուզեր մականունը։ Այս երամի որ թրջունը հենց հիմա դուրս կթրջի։ Ժամանակն է բարձելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Վիճակագրորեն թույլ օղակը Հայկն է։ Փուլի ուժեղ օղակը համարվում է Հարությունը, իսկ Լևոնը բոլորից շատ գումար է ուղարկել բանկ։ Ինչ կորոշի թիմը։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է բարձելու թույլ օղակի անունը։ Ալբերտ։ Հայկ, Ալբերտ, Ալբերտ, Հայկ, երազում եք ճանապարհորդել մեր տիեզերքով։ Ինչ է ասել մեր տիեզերք։ ավելի շատ նկատի ունեի, որ երազում եմ ճանապարհորդել, բայց դա անիրական երազանք է, որովհետև ես դա հարցաթերթիկում որպես անիրական երազանք էի նշել, որովհետև մեր մոլորակից դուրս դժվար թե հասցնեմ դուրս գալ։ Հարություն։ Ալբերտը լավ չի խաղում։ Շատ լավ է խաղում, պարզապես նախորդ փուլում Հայկը եւ Ալբերտը մեկական սխալ պատասխան տվեցին, որ իրենցից մեկին պետք է ընտրեի Ալբերտին։ Ալբերտ, դուք արդեն մեկ անգամ հաղթել եք մեր խաղում։ Ինչպես ասում են, Ալբերտն ամեն անգամ փլավ չի ուտի։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Խաղը հետաքրքիր էր, չգիտեմ, կարող է երկրորդ անգամ նույն գետը չեն մտնում դրա համար։ Ամեն դեպքում մի քիչ տխրության զգացում կա, որ 5 փուլում ընդամենը 3 սխալ պատասխան տվեցի, բայց հայտնվեցի պայստայներնստայն, այսպես ասած։ Ինձ թվում է, եթե ամբողջ խաղի գումարայինով նայենք, նախ ես բոլորից լավ էի խաղում, եթե նայենք այս փուլով, այնտեղ ես էլ բոլորն էլ մի սխալ պատասխան էինք տվել, ընդ որում կար մասնակից, որը մեկ ճիշտ պատասխան քիչ էր տվել, քան ես։ Ու ես միակ մարդն եմ, որ ռիսկի գնացի 40,000 դրամը շղթան երկարացրեցի, սարքեցի 80,000 դրամ, ամեն դեպքում մաղթում եմ, որ հաղթողը այդ գումարները լավ վայելի։ Փուլ 6-րդ։ Եվ դուք հնարավոր 1,250,000 դրամի փոխարեն ունեք 165,000 դրամ։ Խաղում մնացել է լավագույն եռյակը, ձեր խաղաժամանակը կրճատում ենք 10 վայրկյանով։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը, դա դուք եք Հարություն, Լևոն, Հայկ, Հարություն, խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հարություն, ինչպես հունարեն կթարգմանվի կենսաբանություն բառը։ Բիոլոգիա։ Ճիշտ է։ Լևոն, որ դերասանի կերտած հերոսի I'll be back խոսքն է ֆիլմից հետո լայն տարածում ստացել։ Արնոլդ Շվարցնեգեր։ Ճիշտ է։ Հայկ, որ մայրցամաքում է հայտնաբերվել քենիատրոպ կոչվող հոմինիդների խումբը։ Աֆրիկա։ Ճիշտ է։ Հարություն, Բերլինի Փարիզյան հրապարակի որ դարպասներն են քաղաքի գլխավոր խորհրդանիշներից համարվում։ Ալեքսանդրյան։ Սխալ է, Բրանդերբուրգյան դարպասները։ Լևոն, որ մարզաձևում է Հրաչապետիկյանը օլիմպիական խաղերի չեմպիոն դարձել։ Թեթևատետիկա։ Սխալ է, Հրաձգություն։ Հայկ, քանի երեխա են ունեցել Վլադիմիր Լենինն ու Նադեժդա Կրուպսկան։ Չեն ունեցել։ Ճիշտ է։ Հարություն, որ ամսին է ԱՄՆ-ում նշվում գոհաբանության օրը։ Հուլիս։ Սխալ է, նոյեմբեր։ Լևոն,
Որ խոշոր ծովի կենտրոնական մասում է գտնվում Մալթան։ Միջերկրական։ Ճիշտ է։ Հայկ, ինչ գույնի ձիու լողացնելն է իր հայտնի կտավում պատկերել Ուզմա Պետրով ոտքինը, սխալ է կարմիր։ Հարություն, Հովանես Թումանյանի, որ պատմվածքում է մի քանի անգամ հիշատակվում բալի թանկ լինելը։ Կիքորը։ Ճիշտ է։ Լևոն, Բանկ։ Հռոմեացի որ գործչի կտրված գլուխն է ցուցադրվել Արտաշատում ներկայացման ժամանակ։ Անտոնիոս։ Սխալ է Մարկոս Կրասոս։ Հայկ, ջրասնից եւ որ քիմիական տարից է կազմված աղաթթուն։ Թթվասնից։ Սխալ է Կլոր։ Հարություն, ինչպես է կոչվում արտաքին քաղաքականության գործառույթը իրականացնող ԱՄՆ գլխավոր պետական մարմինը։ Շնորհակալ եմ, որ ձեր պատասխաններով ապահովում եք բոլորիս լավ տրամադրությունը։ Այս փուլում ձեր վաստակած գումարը պակաս ծիծաղելի չէ, ընդամենը 5000 դրամ։ Ով է առավել շատ փախչել դասերից։ Ով է իջնելու ջրի հատակը մինչև անցնի քվեարկության վտանգը։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Ճիշտ ու սխալ պատասխանների քանակով վիճակագրական բացարձակ հավասարություն է։ Մասնակիցներից յուրաքանչյուրը տվել է երկուական ճիշտ եւ սխալ պատասխան։ Այս պարագայում փուլի ուժեղ եւ թույլ օղակներն ընտրվում են լրացուցիչ ցուցանիշներով։ Փուլի ընթացքում վաստակած ամբողջ գումարը բանկ է ուղարկել Լևոնը։ Նա ուժեղ օղակն է։ Հարությունի սխալ պատասխաններից հետո թիմը կորցրել է ամենաշատ գումարը։ Նա է թույլ օղակը։ Ինչ կազմով թիմը կմտնի եզրափակիչ։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա հասկանալու ենք, թե ով է այս փուլի ամենաթույլ օղակը։ Լևոն։ Հայկ։ Հարություն։ Երեք մասնակից, երեք թեկնածու, հավասարակողմ եռանկյունի։ Այս դեպքերում նախորդ փուլի ուժեղ օղակը կարող է որոշել, ով է հեռանալու խաղից։ Կուզեիք լինել ամենաուժեղ մասնակիցը, դուք որոշեիք։ Ցանկալի կլիներ, բայց Հաստատ դուք դուրս չէիք գա։ Ձեր կարծիքով, Լևոն, ով է նախորդ փուլի լավագույն խաղացողը։ Ինձ թվում է նախորդ փուլում Հարությունն ավելի լավ խաղ ցուցաբերեց, այդ պատճառով ես Հայկին նշեցի, հաշվի առնելով նախորդ փուլի արդյունքը։ Հայկ, կուզեիք դուք լինել ուժեղ օղակը։ Միայն որ խաղի մեջ մնա այդ պատճառով։ Նախորդ փուլի ամենաուժեղ խաղացողը Լևոնն է։ Լևոն, դուք եք որոշում։ Ով է դուրս գալու խաղից, ով է ամենաթույլ օղակը։ Կներես Հայկ, բայց չեմ փոխում իմ որոշումը, կայացնելով նախորդ մի քանի փուլերի գումարային արդյունքներից ելնելով։ Հայկ, մեր տիեզերքով չգիտեմ, բայց դուք արդեն կարող եք ճամփորդել դեպի դուռը։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Ամենացավալին վերջինը հեռանալն է, եթե ավելի շուտ լիքեի խաղը կարծում եմ ավելի թեթև կլիներ, բայց խաղի մեջ մնացել են երկու շատ ուժեղ խաղացողներ, ով էլ հաղթի հաստատ արժանի է լինելու։ Չգիտեմ ով կհաղթի, համենայն դեպս մեկ հարցը կարծում եմ որոշիչ է լինելու։ 7-րդ փուլ։ Դուք հնարավոր 1.5 միլիոնից վաստակել եք ընդամենը 170,000 դրամ։ Խաղում մնացել է 2 մասնակից։ Այս փուլում մենք կկրկնապատկենք ձեր վաստակած գումարը եւ կավելացնենք նախորդ փուլերում կուտակած ընդհանուր շահումին։ Սակայն խաղը ժամանակը կրճատվելու է կրկին 10 վայրկյանով։ Դուք ունեք 500,000 դրամ վաստակելու հնարավորություն։ Օգտագործեք այն։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը եւ դա Լևոնն է։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Լևոն, որ սոցիալական հարթակն են 2013 թվականին հիմնել Պավել եւ Նիկոլայ Դուրով եղբայրները։ Կոնտակտը։ Սխալ է Telegram, Հարություն, ներկայում քանի բառից է կազմված օլիմպիական նշանաբանը։ 2։ Սխալ է 4։ Լևոն, իտալացի որ երգիչ դերասանի կինն է Կլաուդիա Մորին։ Չելենտանո։ Ճիշտ է։ Հարություն, որ երկիրն է սուրճի արտադրության համաշխարհային առաջատարը։ Բրազիլիա։ Ճիշտ է։ Լևոն, Բանկ։ որ ծովի ջրերն են ողողում Կուբայի, Հայիթի եւ Ջամայկայի ափերը։ Կարիբյան։ Ճիշտ է։
Հարություն, ինչ բեմական կեղծանունով է հայտնի Քվազիմոդոյի դերակատար Պիեր Գարանը։ Պիեր Ռիշար։ Սխալ է Գարու։ Լևոն, ինչ գործիքի անվանում կարելի է կազմել Գարու անվան բոլոր տառերով։ Ուրակ։ Ճիշտ է։ Հարություն, որ կայսրությունում իշխած վերջին դինաստիան է եղել պալեոլոգոսների հարստությունը։ Եգիպտոս։ Սխալ է Բյուզանդիա։ Լևոն, հռոմեական որ աստծո պատվին է անվանումը ստացել Փարիզի 7-րդ շրջանի հանրային զբոսայգին։ Յուպիտեր։ Սխալ է Մարս։ Հարություն, լատիներեն ղեկավարել բառի սակող, որ եզրույթով է կոչվում բուհի ղեկավարը։ Ռեկտոր։ Ճիշտ է։ Լևոն, Բանկ։ Եվ եվրոպական մայրաքաղաք, եւ Ջոն Գրիֆիթ Չեյնիի գրական կեղծանունը։ Փաս։ Լոնդոն։ 7-րդ փուլն էլ ավարտվեց։ Եթե ձեր հարազատները դիտում են այս խաղը, խորհուրդ կտամ տուն գնալիս լինել զգույշ։ Խաղի լավագույն զույգը վաստակում է 30,000 դրամ։ Հետևաբար, այս փուլից հետո ընդհանուր շահույթը կազմում է 200,000 դրամ։ Չնայած կարող է լինել 2 միլիոն։ Այս գումարը բաժին կհասնի ձեզնից մեկին, որովհետև դուք այժմ խաղալու եք միմյանց դեմ։ Դուք հերթով պատասխանելու եք 5 հարցի։ Կհաղթի նա, ով ճիշտ կպատասխանի ավելի շատ հարցերի։ Կանոնները պարզ են։ Եթե յուրաքանչյուրիդ համար հնչած 5 հարցից հետո ոչ ոքի լինի, մենք մեկական հարցով կշարունակենք խաղը, մինչև կպարզվի հաղթողը։ Լևոն, Հարություն, խաղում ենք, թույլ օղակ։ Լևոն, նախորդ փուլի ուժեղ օղակի իրավունքով դուք կարող եք որոշել, թե ով է առաջինը սկսելու պատասխանել հարցերին։ Կսկսեմ ես։ Լևոն, Մակի, որ նախկին գլխավոր քարտուղարի անունն է, աֆրիկյան ժողովուրդներից մեկի լեզվով թարգմանվում որպես ուրփաթ ծնվածը։ Պան Կի Մուն։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Քոֆի Անան։ Հարություն, Մակի, որ նախկին գլխավոր քարտուղարն է, հայրենիքում հայտնի եղել Պանչուսա մականունով, ինչը կորեերենից թարգմանվում է որպես բյուրոկրատ։ Պան Կի Մուն։ Դա ճիշտ պատասխան է։ Լևոն, Ուինստոն Չերչիլի խոսքերով. շները մարդկանց ներքևից վերև են նայում, կատուները վերևից ներքև։ Իսկ որ կենդանիներն են Չերչիլի կարծիքով, մեզ հավասարը հավասարին նայում։ Հենց մարդիկ։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանը խոզերը։ Հարություն, որ կենդանու մսի սննդում ակտիվ օգտագործումն է կոչվում հիպոֆագիա։ Գետաձի։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է ձի։ Լևոն, Գևորգ Էմինի խոսքով, որ գրողն է 3 մայրերի բանաստեղծ՝ մայր բնության, իր հարազատ մոր եւ մայր հայրենիքի։ Հովհաննես Շիրազ։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Հարություն, Եղիշե Չարենցի, որ ստեղծագործությունն է Մարտիրոս Սարյանը համարել մեր այսօրվա աղոթքը։ Աղոթք, որ կարելի է թե մտքում հյուսել, թե մրմնջալ շշուկով, թե արտասանել բարձրաձայն։ Ես իմ անուշ Հայաստանի։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Լևոն, Գրիմ եղբայրների, որ հեքիաթն է յուրատիպ մեկնաբանությամբ ներկայացված Ռամշտայն խմբի Սոնե երգի տեսահոլովակում։ Կարմիր գլխարկ։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Սպիտակաձյունիկը։ Հարություն, եթե դուք հիմա ճիշտ պատասխանեք հարցին, դուք հաղթում եք։ Քվենտին Տարանտինոյի որ ֆիլմից նմանակման կադրեր են ներկայացված Ռամշտայն խմբի Դու հաստ երգի տեսահոլովակում։ Չգիտեմ։ Ափսոս, որտեվ եթե ճիշտ ասեիք, դուք կհաղթեիք։
Ճիշտ պատասխանն է կատաղած շներ։ Լևոն, եթե դուք հիմա սխալ պատասխանեք հարցի, դուք պարտվում եք։ Ուշադրություն։ Գերմանա-սկանդինավյան դիցաբանության որ ձիու պատվին է անվանումը ստացել Նորվեգիային պատկանող նավթագազային հանքավայրը։ Սլեյպնիր։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Հարություն։ Եթե հիմա դուք ճիշտ եք պատասխանում հարցին, դուք դառնում եք ամենաուժեղ օղակը։ Սկանդինավյան դիցաբանությունում ինչ ընտանիք կենդանի էին, որոտի աստված, Թորի սայլը քշող, տանգնի օստրն ու տանգրի սնիրը։ Շներ։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է այծ։ Հնգական հարցերից հետո հաղթող չպարզվեց։ Մենք կշարունակենք խաղը հնչեցնելով մեկական հարց, Հարություն ձեզ եւ Լևոն ձեզ։ Եթե դուք երկուստ էլ սխալ պատասխանեցիք հարցի կամ երկուսդ էլ ճիշտ պատասխանեցիք հարցի, մենք շարունակելու ենք խաղը այնքան, մինչև մեկը ճիշտ մյուսը սխալ պատասխան տա։ Խաղում ենք թույլ օղակ։ Լևոն, որ հակաուտոպիայում է տեղական յուրահատուկ լեզվի բառարանը ամեն տարի ոչ թե մեծանում, այլ կրճատվում։ 1984։ Այո, դա ճիշտ պատասխան է։ Հարություն։ Ինչպես է կոչվում Դյորթ Դալոշի ստեղծագործությունը, որը գրվել է որպես Ջորջ Օրուելի 1984 հակաուտոպիայի շարունակություն։ Անաստաֆերմա։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է 1985։ Լևոն, դուք վաստակեցիք 200,000 դրամ, որովհետև այսօր դուք ամենաուժեղ օղակն եք։ Հարություն, ցավոք դուք տուն եք դառնում դատարկաձեռն։ Դուք դիտում էիք թույլ օղակը։ Սա ընդամենը խաղ էր։ Կհանդիպենք։ Իրականում բավականին լավ էմոցիաներ տվեց խաղը։ Մանավանդ վերջում իսկապես 3-4 խաղացողները այն խաղացողներն էին, ովքեր ամենաուժեղն էին խաղում։ Հիասթափություն չկա, հավասարազոր մրցակից էր Լևոնը։ Շնորհավորում եմ խաղի հաղթանակի համար։ Բավական հետաքրքիր պայքար էր, բոլոր մասնակիցները փորձեցին իրենց առավելագույն ուժերի ներածի չափով մասնակցել խաղին, իհարկե որոշ պայմաններում թիմային խաղը այդքան լավ չկայացավ, ինչքան կցանկանայինք, որ թիմով կցանկանայինք, որ լիներ, բայց ընդհանուր պայքարը հետաքրքիր էր, նաև վերջում արդեն բավականին թեժ եւ լարված հակամարտություն ստացվեց ընտրապակիչ փուլում։